Ռուբեն Հախվերդյանը չի հերքում Սերժ Սարգսյանից 30,000 ԱՄՆ դոլար է ստացել կոնկրետ նպատակի համար։ Ես կարճ հիշողություն չունեմ։ Ստեղ գրված է, որ ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում Սերժ Սարգսյանին, կաթողիկոսին եւ այլն։ Այս գիրքը շատ կարևոր է մեր երեխաների համար։ Երգահանը խոստովանում է, սիրում է Սերժ Սարգսյան մարդուն, սակայն նրան չի կարող հանդուրժել Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռին։ Մեզ եկել են ղեկավարելու մարդիկ, որոնք եղել են Կոմսոմոլի, Կոմպարտիայի աշխատողներ, եւ այդ մարդիկ իրենց մտածողությամբ քառակուսի աշխարհի մեջ են։ Միաժամանակ Հախվերդյանը չի մեղադրում Սերժ Սարգսյանին, հասկանում է, որ նրա կառավարման համակարգը անցած ուղու արտացոլանքն է։ Այդ մարդիկ բացի կոռուպցիայից, քծնողականությունից, ուրիշ ոչինչ չեն տեսել։ Երգահանը քաղաքական առաջնորդ չի համարում նաև Ռաֆի Հովհաննիսյանին, որի կողքին կանգնեց փետրվարի 18-ի նախագահի ընտրություններից հետո։ Ես հարգում եմ իր սկզբունքները, որ նա դեմ է այս առաջնորդ կոչեցյալներին։ Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե Ռուբեն Հախվերդյանի երակներում հայկական արյուն չի հոսում, նա չփորձեց որևէ բան հերքել, փոխարենը վստահեցրեց, որ միայն արյամբ չի որոշվում ազգությունը։ Շամ պես ծառայել եմ իմ ժողովրդին, իմ երկերով, որպեսզի նույնիսկ Սփյուռքում հայերը հայ մնան։ Անկախ Հայաստանում տիրող իրավիճակից երգահանը հույս ունի, որ մի օր հեղափոխություն կլինի ու Հայաստանը վերջապես կդառնա ժողովրդական բառի բուն իմաստով։ Մարիաննա Գալստյան, Հովսեփ Հովսեփյան, IPFM։